Բարեձեզ սիրելի ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 26-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ու շագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Թիվ 1 իրադարձությունը իհարկե ուկրաինական պատերազմի այս վիճակն է, բախտորոշ պահ է, քննարկումներ են գնում, շատ ծանր բանակցություններ են գնում, որով պայմանավորված է նոր աշխարհակարգը, որով պայմանավորված է նաև Հայաստանի տեղն ու դերը, դրա համար ներպետական խնդիրներն էլ վերջում կանադառնանք, անպայման հերթով նայենք ինչ է կատարում։ Ամեն օր ամբողջ աշխարհը լարված, բոլոր կողմից քննարկումներ, այդ թեմաների հետ կապված, բայց այս թեմաները ոնց որ Հայաստանի օրակարգում ուղղակի չկան ներպետական։ Իսկ մեր հասարակությունը, եթե այդ ամեն ինչից անհանգիստ է, գուցե պաշտոնական ինչ-որ տեսակետ լսեր, բայց դե մեզ դա չի հաջողվի, գոնե փորձենք մենք մեր կողմից տեսնենք ինչ ենք պատկերացնում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև 2005 թվականի վերջը։ Իհարկե սա իր կանխատեսումն է, շատ հնարավոր է, որ իրականություն չի դա։ Դե մի տեսնենք, մարդը իր տեսակետն ունի, բավական փորձառու մարդ։ Միշտ դժվար է կանխատեսել, բայց ես անկեղծորեն հույս ունեմ, որ շուտով խաղաղություն կհաստատվի, նշել է Ռուտեն։ Խաղաղության ծրագիրը չի փոխում Ռուսաստանի գնահատականը որպես Եվրոպայի համար երկարաժամկետ սպառնալիք, հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Այսինքն, այս բանը հաստատ է, այս մասը արդեն այնպես չի, որ ասենք կլինի թե չէ, որովհետև այո, իրանք համարում են, որ անկախ պատերազմի ավարտին Ռուսաստանը շարունակում է Եվրոպայի համար մնալ սպառնալիք եւ պետք է ուշադրություն դարձնել։ Դա չի ասում Եվրամիության որևէ պաշտոնյա, դա ասում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Եվ սա նաեւ կարեւոր է, ինչով, որ տեսեք, ՆԱՏՕ-ն հյուսիսատլանտյան դաշինք է, բայց չմոռանանք, որ ՆԱՏՕ-ն հիմնադրվել է զուտ Եվրոպայի անվտանգության համար, զուտ խորհրդային միության ծավալապաշտական քաղաքականության դեմ առնելու համար եւ Վաշինգտոնում հիմնադրվել է, Ամերիկայի նախաձեռնությամբ հիմնադրվել է, հենց խոսում է այն մասին, որ հենց Ամերիկան էր ամենամեծ շահագրգռվածը, որ ասում է Եվրոպայի անվտանգության երաշխավորը ես եմ։ Եվ շատ կուզենանք, որ այսօր դա հիշեն, ինչպես ասում ենք, որ այն ժամանակ համենայն դեպս Ամերիկան չէր մտածում, որ իրենց օվկիանոս է բաժանում Եվրոպայից, որովհետև եւ Հելսինկյան եզրափակիչ ակտն էլ, որով որոշվում էր Եվրոպայի անվտանգության խնդիրը, էլի Ամերիկայի Միացյալ Նահանգները դրա երաշխավորն էր։ Ոնց որ Ատլանտյան օվկիանոսը այդ ժամանակվանից մինչև այսօր չի լայնացել, չի հեռացել, ոնց որ հիմա Դոնալդ Տրամփն ասում է, մեզ օվկիանոս է բաժանում։ Այն ժամանակ էլ այդ օվկիանոսը նույն չափի էր, որ բաժանում էր։ Կոմունիկացիոն հնարավորությունները շատ ավելի փոքր էին, քան հիմա, հեռավորություններն էլ տրանսպորտային արագությունների պատճառով շատ ավելի մեծ էին թվում ժամանակի առումով, բայց այն ժամանակ Ամերիկան կանգնած էր Եվրոպայի թիկունքին։ Այնպես որ սա ուղղակի հիշենք, Ռուտեի հայտարարությունը նաև սրանով է կարևոր, ՆԱՏՕ-ի անունից դա ասել է։ Մարկ Ռյուտե մինչ այս պահը մոտ 1 միլիոն ռուս է սպանվել կամ ծանր վիրավորվել։ Ռուսաստանն ամեն ամիս կորցնում է մոտ 20,000 զինվոր։ Ուկրաինական կողմից նույնպես կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Ես ուզում եմ մի քիչ էլ այս հարցի վրա ծանրանանք, որովհետեւ Ռուսաստանի թեման Հայաստանի այս նախընտրական օրակարգն է։ Ով պետք է սպասարկի Ռուսաստանի շահերը, իշխանությունները թե ռուսամետ ընդդիմությունը։ Եվ ամեն անգամ ես ուզում եմ, որ մարդիկ պատկերացնեն, մեր հասարակությունը պատկերացնի։ Տեսեք, մենք տեսնում ենք, որ այսօր Ռուսաստանը շատ մեծ խնդրեմ ունի մարդկանց կռիվ տանելու, շատ մեծ։ Դրսից վարձկաններ էր բերում, դժվարություններ առաջացավ, հիմա այդքան չի կարողանում։ Անգամ չի կարող Հյուսիսային Կորեային համոզի նորից իրանք զինվորներ տան։ Մնացել է ինքը դնում է հավաքագրում է, հնարավորությունները շատ վատ են, բայց այդ պարագայում ինքը ում այսօր բռնում է, տանում է միանգամից մտցնում կռիվ։ Ինչ նախապատրաստական աշխատանքներ։ Դուք պատկերացնում եք, որ այսօր այն, որ ինքը ցանկանում է առաջ գնալ
որոշ կետերում Դոնբասում կարողանա մի քիչ առաջ գնա, որ ասի տեսեք ես առաջ եմ գնում, եկեք շուտ բանակցեք, պատերազմը կանգնացրեք, այլապես ես ավելի առաջ կգնամ, դրա համար ինքը չի ափսոսում ոչ մեկին։ Եվ ինչն է այստեղ խնդիրը, չէ, ապշելու բանա, չէ, որ կինը իր ամուսնու ձեռքը բռնած տանում է զինկոմիսարիատ, ասում է, որ չփախնի ճանապարհին, ասում է տարեք կռիվ, մեկը ասա տանը ինչ կա չկա, վաճառել խմել է, տարեք կռիվ թող մինչև մեռնելը մարդ սպանի տուն փող ուղարկի, նորմալ աշխատանք է, հազիվ փող կաշխատի, կամ եթե կսպանեք, դե կարգին փող կտակ, հազիվ դրանից մի խեր կտեսնենք, ինչ եմ ես հատուկ ուզում պարբերաբար ընդգծեմ, Ժողովուրդ ջան, չկա այդպես մարդ, որ չհասկանա, որ ընդեղ մսաղացա, որտեղ ուղարկում են մարդկանց, այն էլ վարժանք չանցած մարդկանց, այն էլ որևէ պատրաստվածություն տանը չունեցող մարդկանց։ Դա ուղղակի կինը բռնում է իր ամուսնու ձեռքը եւ տանում է սպանդանոց, հասկանում եք, ժողովուրդ ջան։ Սա է հասարակությունը։ Սրանք այս մտածելակերպը ունեն։ Դուք պատկերացնում եք հայ մարդու համար, ինչպիսին է ընտանեկան հարաբերությունների նկատմամբ վերաբերմունքը եւ պատկերացրեք դա, որ տեսնում եք։ Ու գիտեք ցավալին որն է, որ երբ որ Ռուսաստանում ձայն չեն հանում, դե ասում են վախենում են կկալանավորեն, կամ ինֆորմացիայի պակաս ունեն, կամ Պուտինին այլընտրանք չեն տեսնում։ Ես ուզում եմ իմանամ Հայաստանում որտեղից են գտնվում մարդիկ, որոնք համակրանք ունեն մարդասպանների նկատմամբ։ Իրանք էլ են Պուտինից վախենում։ Իրանք էլ Պուտինին այլընտրանք չունեն, Պուտինը մեր երկրի նախագահն է։ Թե իրանք էլ ինֆորմացիայի պակաս ունեն Հայաստանում։ Որտեղից է այս մարդկանց մեջ այդ սերը ընդդեմ մարդասպան։ Որտեղից է այս մարդկանց մեջ պատկերացումը, որ ոնց են այսօր թվերից են խոսում, միլիոնից ավել։ Ոնց է համակրանք առաջացնում սերիական մարդասպանը, ժողովուրդ ջան։ Ապշելու բան է։ Իսկ սա մեր երկրի համար օրակարգ է ձևավորում։ Սա ինձ համար ես համարում եմ ողբերգություն, որ մեր երկրում այս կան մարդիկ, որոնք համակրանք ունեն այդ մարդկանց նկատմամբ։ Նորմալ են համարում, ոգևորվում են, ասում են, նա շատ լավ անում, ուժեղ տղա է, տարավ միլիոնից ավել մարդ կոտորեց ու հաշմանդամ սարքեց։ Հասարակությունը այնքան է դեգրադացված, որ ստիպողաբար տանում են, ասում են, տարեք սրան, սպանեք, փող ստանանք։ Չեք տեսնում դա։ Դուք պատկերացնում եք այդ հասարակության վիճակը, որ սերիական մարդասպանին բանտից հանում են, տանում են Ուկրաինա մարդասպանում, հետո բերում են հերոսի շքանշանները շարում, պատվոտախտակին նկարը կպցնում։ Մարդիկ է կողքով անցնում են իրանց երեխային սպանելա դաժանաբար։ Եվ տեսնում են, որ նա հերոս է։ Նրան հերոսացնում են, ժողովուրդ ջան։ Այս հասարակարգի համակրանքը ձեր մոտ որտեղից է առաջանում։ Ես ուզում եմ իմանամ, Ռուսաստանում պատճառները նշում ենք, թե ինչու է այդպես։ Չեմ ընդունում, որ դա ճիշտ է, բայց հասկանում եմ ինչի է այդպես։ Ես չեմ հասկանում ինչի է մեր մոտ այսպես։ Եվ ինչի են իրանք գտնում, որ մենք պետք է այդ օրակարգով մեր մոտ ընտրությունների գնանք եւ գոնե մտածենք, որ ճիշտ ճանապարհը Ռուսաստանն է, դա որ Ռուսաստանի, որի սեփական քաղաքացուն տանում ոչնչացնում, հա։ Այդ Ռուսաստանի նա պետք է մտածի հայի մասին, եթե իր քաղաքացու մասին տենց է մտածում։ Եվ ինչ էլ որ մենք քննարկենք, դա ուղղակիորեն առնչվում է նաև մեզ, ժողովուրդ ջան։ Չկա տենց բան, որ մեզ չի առավել եւս մեզ առնչվում է, որովհետեւ ուղղակիորեն մենք ներքաշված ենք այս ամեն ինչի մեջ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել մոտ ժամանակներս, վաղաժամ են, առաջ սպասենք, դեռ վաղ է այդ մասին խոսել, ասել է Պեսկովը։ Որտեւ իրանք էլ հասկանում են, որ դեռ մի կողմը պետք է նայի, համաձայնության չեն գալու, հետո մյուսն է նայելու, այսինքն դա այդքան արագ չի լինի։ Այնպես որ այդ լավատեսությունը, ինչպես տեսնում եք,
Ռուտեի լավատեսությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուսաստանն էլ առայժմ չի կիսում, մինչև տեսնենք Միացյալ Նահանգների վերաբերմունքը այդ ամեն ինչի նկատմամբ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է. Բելգիայի դիմադրության հակառակ Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի այդ երկրում սառեցված ռուսական ակտիվների առգրավման առաջարկների իրավական տեքստ։ Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ թույլ չի տա, որ միայն եվրոպացի հարկատուները միայնակ վճարեն Ուկրաինայի համար։ Եվ Բելգիան ասում էր, որ այն գումարները, որ իրանց մոտ սառեցվել են, պետք է իրավական հիմք ստեղծի Եվրոպական հանձնաժողովը, որ իրանք այդ գումարները Եվրոպական հանձնաժողովի միջոցով տնօրեն, որտեղ իրանք չեն պատրաստում դա Ուկրաինային տալ։ Այսինքն հիմա էլ ասում են, որ մենք այդ հիմքերը կստեղծենք եւ այնպես որ այդ տարաձայնությունները Բելգիայի հետ ունեցած մենք կհաղթահարենք, որտեղ այդ գումարները ծախսվի Ուկրաինան վերականգնելու համար։ Բայց մի սկանդալային բան էլ տարածվեց, նաեւ այդ կհասկանանք թե ինչու դա տարածվեց։ Bloomberg գործակալությունը հրապարակել է հեռախոսազրույցների սղագրությունները, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 29-ին Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովի եւ Ռուսաստանի նախագահի տնտեսական խորհրդական Կիրիլ Դմիտրիևի միջև, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Ուշակովի եւ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև։ Իհարկե այնտեղ պատմում էր, որ ոնց են ամերիկացիները փորձում ռուսների հետ աշխատել, ոնց անել նրանց ցանկալի կետերը բերեն, հետո Ուկրաինային ներկայացնեն, եթե մի բան Ուկրաինան չի համաձայնվի, հետո իրանք այսպես կանեն։ Սկանդալը ամբողջը կայանում էր նրանում, թե ինչպես է Ամերիկան Ռուսաստանի հետ աշխատում ընդդեմ Ուկրաինայի։ Եվ հստակ նշումներով այս կանենք, հետո այս կանենք, դուք այս կանեք, մենք այս կանենք, այդքանը մանրամասը չեմ ուզում կարդամ, ուղղակի երևույթն եմ ասում, բայց հիմա Ուշակովի արձագանքն էլ ասեմ, ու նոր ես իմ գնահատականը դրան կտամ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիտկոֆի Մոսկվա այցի վերաբերյալ հաջորդ շաբաթ։ Այս արդեն որ պայմանավորվել են, բանակցությունները շարունակել։ Այդ Ուշակովը նշել է, որ մամուլում արտահոսք տրամադրելու նպատակը, որոնք իբրև արտացոլում են Ուիտկոֆի հետ իր զրույցների բովանդակությունը, ուղղված է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման խոչընդոտելու։ Անհասկանալի է, թե որտեղից են լրատվամիջոցները ստանում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հեռախոսազրույցների մասին տեղեկատվությունը։ Ինչ որ մեկը դրանք արտահոսում է, ինչ որ մեկը լսում է, բայց ոչ մենք։ Ինքը ասում է մեր կողմը չի։ Իհարկե ձեր կողմը չի լինի։ Ձեր շահերը սպասարկող ամերիկյան չինովնիկների հետ խոսակցություն չի, պիտի դուք արտահոս կազմակերպեիք, բնական է։ Բայց հիմա հասկանանք նաև ինչ է ասում, սա շատ անսովոր է։ Այո, շփումները տեղի են ունենում անվտանգ կապի միջոցով, որտեղ արտահոս գործնականում չի կարող գոյություն ունենալ։ Եթե կողմերից մեկը հատուկ չի անում դա, այդ որ կողմը պետք է անի Ամերիկան։ Սակայն կան WhatsApp-ի որոշ զրույցներ, որոնք ըստ էության ինչ-որ մեկը կարող է ինչ-որ կերպ լսել։ Անհավանական է, որ նման արտահոս կարող էր անել զրույցի մասնակիցներից մեկը։ Հիմա ինչ է ասում Ռուսաստանի կողմը։ Մենք դա չէինք անելու, դա մեզ պետք չի, մենք տենց բան չենք անում, բերեք հավատանք Ռուսաստանի կողմի ասացին։ Եվ մեկ էլ մասնակիցները բացառվում է, որ դա անեին։ Էդ էլ իր գնահատականը, բաղով մնաց ամերիկյան կողմը, բայց ամերիկյան կողմի այս ծրագրին դեմ ըլնողները։ Իսկ հիմա հասկանանք, բայց ոնց եղավ այդ արտահոսքը այս պարագայում, եթե Ամերիկան է արել, ինչի է բացահայտել, թե ոնց է Ամերիկայի իշխանությունները Ռուսաստանի հետ աշխատում ընդդեմ Ուկրաինայի։ Ում էր դա պետք։ Այդ դրա համար ուրիշ արտահոսք է գնում, որը փորձում են հերքել, որ կա ԱՄՆ փոխնախագահի Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղարի Մարկո Ռուբիոյի միջև տարաձայնություններ, որոնք հրապարակային չի արտահայտում, բայց երկուսն էլ իրանց համարում են 2028 թվականի ընտրությունների հավանական մրցակիցներ եւ արդեն իրար դեմ են պայքարում։ Եվ այստեղ հարցը առաջանում, որ Ջեյ Դի Վենսը ցանկանում է, որպեսի Ուկրաինային ճնշեն Ռուսաստանի շահերը սպասարկեն, Մարկո Ռուբիոն, որ
ապայման չի, որ ինքը դեմ է, ասենք Ռուսաստանին, բայց ինքը այնուամենայնիվ տարաձայնությունները փորձում է ցույց տա, որ ինքը համաձայն չի, որովհետև լավ հասկանում է, որ եթե Դոնալդ Տրամպի ժամանակն ավարտվում է, եթե 2026 թվականին կոնգրեսում երկու պալատների ընտրություններ, կոնգրեսի ընտրությունները դե 2 տարին մեկ ժամկետն է լրանում, սենատը 6 տարին մեկ է, 1/3-ով ռոտացիա է ելնում, որ կարող է հաշվի առնելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հատկապես Նյու Յորքի պես քաղաքում դեմոկրատների հաղթանակը, իրանք հասկանում են, որ կարող է կոնգրեսում երկու պալատներում էլ մեծամասնություն ստանան դեմոկրատները, մի քանի ձայնի տարբերություն է, որի պարագայում գործնականում Դոնալդ Տրամպը եկող տարվա 26 թվականի նոյեմբերից սկսած այլևս որևէ բան անել չի կարող, ոչ մի բան չանող Դոնալդ Տրամպը ոնց է նրա թիմակիցը շարունակելու Դոնալդ Տրամպի ոչ մի բան չանելու գործը, պարզա որ իրանք որևէ շանս չունեն, տեղից էլ ոչ պետքարտուղարը, որը որ ներպետական խնդիրների համար հասարակությանը անգամ շատ հայտնի չի, լրիվ արտաքին քաղաքական հարցերով է զբաղվում, կարող է ժողովուրդը լսեն ինչ է խոսում, բայց նրա ազդեցությունը երկրի ներսում չկա, իսկ փոխնախագահն էլ նրա լիազորությունները բավական փոքր են, որ նրա ազդեցությունը ամերիկացի ընտրողը իր վրա զգա, նրանք պետք է շատ շոշափելի արտաքին քաղաքական հաջողություն գրանցեն, որի պարագայում ընտրողն ասի դե լավ ոչինչ մի քիչ էլ հարկերս են չլինի, ես են հզոր երկրի քաղաքացին եմ, իմ ժողովուրդ տեսեք մեր առաջնորդները ոնց են մեր երկրի հեղինակությունը բարձրացնում, սաղին տեղը դրեցին, մի կողմ դնենք այդ ներպետական խնդիրները, ընտրենք այս մարդուն, այսինքն դրա համար Տրամպը բայց գնում է խաղաղության, Տրամպը ձախողում է այդ պրոյեկտը, որ Իրանից հաջորդ եկող իր թիմակիցը դա կարող է շարունակի, դրա համար միակ շանսը, որը ուզում է տեսնի Մարկո Ռուբիոն, դա նա է, որ ինքը տարաձայնություն ունի Դոնալդ Տրամպի հետ, բայց մի ուրիշ խնդիր կա, Դոնալդ Տրամպի հետ տարաձայնությունը եթե բացահայտ լինի, 15 վայրկյան հետո Ռուբիոն կլքի իր պաշտոնը, իսկ պաշտոնը լքած Ռուբիոն հաստատ որևէ շանս չի ունենա ընտրություններին մասնակցելու, այսինքն դա համար շատ զգուշավոր են այս քայլերն առաջ տանում, բայց այն, որ այսպիսի արտահոսք է լինում, խայտառակություն է, որովհետև դա նշանակում է, որ այդ չափի ցանկանում են Դոնալդ Տրամպի ադմինիստրացիայի սխալները ջրի երես հանեն, որ ասեն տեսեք ինչ ձևով են ծառայում Ռուսաստանի շահերին, իհարկե ամերիկյան ժողովուրդը շատ լավ գիտի, քաղաքական էլիտան էլ է լավ հասկանում ինչպես են ծառայում, բայց այս կարգի արտահոսքը ուղղակի ցույց է տալիս, թե ինչա կատա, նաև որ ներսում ինչպիսի խառը վիճակի այս հարցում, որ միասնականություն ուղղակի չկա, այլապես եթե տարաձայնություն ունեցողը հրապարակային կասեր ես համաձայն չեմ, թեկուզ պաշտոնին հրաժեշտ տար ու սենց լեգենդար մարդու կեցվածքով թեկուզ հրաժեշտ տար դուրս գար, վաղը մյուս օրը լիդերություն ստանձներ, բայց չկա իրանց մեջ տենց մարդ, ոչ Վենցը, ոչ Ռուբիոն այդ տրամաչափի չեն, այդ կարգի լիդերներ չեն, որ իրանք դա կարողանան անեն, պայքարը գնում է արտահոսքի ձևով, բայց միևնույնն է դա երկու կողմին էլ հաջողություն չի բերելու, ճանապարհը ճիշտ չի ընտրված, մի ձև կա, Ռուսաստանին տանել պարտության, որ գոնե ամերիկացի ընտրողն ասի դե լավ, ամեն ինչ դնում ենք մի կողմ, որ տնտեսական քաղաքականության ոչ մի բան չարեցիք, գոնե այս մի հարցը լուծեք, վերականգնեք մեր հեղինակությունը, գոնե դրա համար ինքը ընտրի, այդ հարցն էլ դեռ այսօր չեն կարողանում, Տրամպի այս քաղաքականությամբ չեն կարողանալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, Սթիվ Ուիթքոֆը եւ Զարեկ Քուշները պատրաստվում են հանդիպել Պուտինի հետ, կարծում եմ հաջորդ շաբաթ։ Այն ինչը որ ասին նախապես արդեն ասին, մենք լավ բանակցություններ ունեցանք, մենք սկսել ենք Ռուսաստանից, Ուկրաինան նույնպես շատ լավ է, կարծում եմ նրանք երջանիկ են, ես 8 պատերազմ եմ դադարեցրել, ես կարծում էի, որ սա ամենահեշտը կլինի, հաշվի առնելով իմ ու Պուտինի հարաբերությունները, սակայն սա երևի ամենաբարդն էր, որովհետև շատ ատելություն կար, ասել է Տրամպը։ Չկա տենց որ ինքը չասի 8 պատերազմը դադարեցրել, ապշելու բանը էլ ես չեմ կարող հասկանամ, լավ, մեկը կողքից չի բզում, ասի լավ, սուս մնա, հասկացանք, նախ 8-ը չես դադարացրել,
տեղեր կա որ դադարեցված չի, տեղեր կա որ ասում են դու կապ չունես, մենք ենք դադարեցել, դու ընդամենը զանգել զրույց ես արել։ Եվ մեկ էլ ասենք անընդհատ ասել, որ Պուտինն ու Զելենսկին իրար ատում են։ Լավ, ոնց կարող է պատահել մեկը մեկի երկից միլիոնից ավել մարդ սպանի, դու կանգնես ասես իրար ատում են։ Ինչ ուզում էր իրար սիրեին։ Որ իրար սիրեին չէր զարմանա։ Եվ հասկանում եք հարցը, որ նա սա այն դեպքում, երբ որ դուք ցինիզմը նայեք, ասեք որը որ գալիս է Ռուսաստանից, լայել էլ պետք է չէ Տրամպը հաշվի առնի։ Մարկո Ռուբիոն որ ասում էր ամեն կողմից այսքան զոհեր են տալի 1 միլիոնի չափ, բայց շատ զոհեր էլ նաև տվել է Ուկրաինան, չէ։ Ուկրաինական զոհերը շատ ավելի փոքր են ներկայացնում, իրականում կարող է այդպես լինել, լավ արդյունավետ են կռվում, հետո լավ ավելի զենք ունեն, բայց միևնույն է, հարվածներ են ուտում նաև տարածքի վրա, բացի այդ էլ պաշտպանվելու ժամանակ ավելի քիչ զոհես տալիս, այդ ամեն ինչը հաշվի առնում, բայց ինչ է կատարում։ Երբ որ ուկրաինական թիվը ասում են փոքր, մեկը Ռուսաստանից ասում են սուտ են ասում, այդ թիվը մեծ է։ Այդ ինչ են ուկրաինացիները փոքրացնում։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ միլիոնից ավել տարել եք ձեր քաղաքացիներին եք կոտորել, եւ միլիոնից ավել էլ ուկրաինացի եք կոտորել, գլուխներդ գովում եք, որ հանկարծ փոքր թիվ չասեք, հա, մենք շատ ենք կոտորել։ Այս ցինիկներին եք պաշտպանում, լավ, Դոնալդ Տրամփ։ Դու ես ամեն ինչը չես լսում։ Մենք Երևան լսում ենք, դու չես լսում, դու ես բանակցություն վարում։ Դու չես հասկանում, որ մարդը գլուխը գովում է, որ շատ եմ սպանել, թիվը չփոքրացրեք։ Հիվանդ են այմարդ էս մարդիկ։ Բժիշկ ուղարկի մի հատ հատուկ արագ արձագանքման ջոկատ ուղարկի, զսպաշապիկը հագցնեն տանեն Կրեմլից։ Դոնալդ Տրամփ ԱՄՆ վարչակազմի կողմից Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 22։ Տրամփի խոսքով շատ հանրապետականներ կարծում էին, որ 28 կետերից բաղկացած առաջին նախագիծը չափազանց բարենպաստ էր Ռուսաստանի համար։ Ով էր դրանում կասկածում։ Դա պարզապես նախագիծ էր, ընդհանրապես նախագիծ, ասում է Տրամփը, էլի։ Դա ծրագիր չէր, դա կոնցեպտ էր, եւ այստեղից նրանք վերցրին 28 կետերից յուրաքանչյուր եւ կրճատեցին մինչեւ 22։ Դրանցից շատերը լուծվեցին եւ ըստ էության շատ բարենպաստ, այնպես որ կտեսնենք թե ինչ կլինի, նշել է ԱՄՆ նախագահը։ Հիմա ինքն այս պարզաբանումները ան որ ակնհայտ երևում է, որ սա այս հատուկ Ռուսաստանի ցանկությամբ կատարված։ Ուկրաինայի կողմից հնարավոր տարածքային զիջումների վերաբերյալ Դոնալդ Տրամփը նշել է. Եթե նայեք թե ինչպես են իրադարձությունները զարգանում հիմա, ամեն ինչ շարժվում է մեկ ուղղությամբ։ Այս հողը կարող է մի քանի ամսից Ռուսաստանի մոտ հայտնվել։ Այսպիսով դուք ուզում եք կռվել ու կորցնել եւս 50,000 կամ 60,000 մարդ, կամ ուզում եք ինչ-որ բան անել հիմա։ Որոշ դեպքերում հողը շարժվում է հակառակ ուղղությամբ, նրանք բանակցություններ են վարում, ուզում են ավարտել դա։ Դուք ուզում եք սահման ունենալ, դա երկար եւ բարդ գործընթաց է եւ շատ տխուր է, քանի որ այդքան շատ մարդիկ կարող են մահանալ։ Հարցին ինչ զիջումների պետք է գնա Ռուսաստանը, Տրամփը պատասխանել է՝ հիմա ուշադրություն, Մոսկվան իսկապես զիջումների է գնում։ Նրանք այլևս չեն կռվի եւ ավելի շատ տարածքներ չեն գրավի, հայտարարել է Տրամփը։ Այսինքն Ռուսաստանը, որ հիմա տանում է իր քաղաքացիներին, տանում է սպանդանոց, տանում է ոչնչացնում է, որ գան մի քանի կիլոմետր առաջ գնա, որ Տրամփն էլ այդ առիթը օգտագործի, ասի, տեսնում եք Ռուսաստանն առաջ է գնում, պետքա կանգնեցնել։ Եվ տեսեք, դա բանի խաթեր են կանում։ Ուկրաինայի խաթեր են կանում, որ կանգնացնեն, որ ավելի շատ առաջ չգա։ Հիշում եք, սա ռուսական կարծիքներ։ Եթե չկանգնեցնեք, մենք ավելի շատ առաջ կգանք, բանակցությունը կգնա այդ վատ վիճակից, ավելի լավ է շուտ կանգնեցրեք, բայց եթե դուք տենց շատ լավ առաջ էիք գնում, ձեր նախնական պլանն էլ Ուկրաինան 3 օրում գրավելն էլ, բան չեք ուզում որ կանգնեցնեն, բա գնացեք առաջ, գնացեք ձեր նպատակը իրականացրեք, բա ասում եք մեր նախնական ծրագրից չենք հրաժարվել, բա ամին չեք յալվարեն որ պատերազմը կանգնի, որպեսզի Տրամփը կարողանա արդարացնի, որ Ուկրաինայի խաթեր եմ դա անում։ Եվ ասում է, բա Ռուսաստանն ինչ հազիջելու։ Ասում է, Ռուսաստանը ավելի շատ չի գրավելու։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կանգնում է ասում, պատերազմը պետք է դադարեցնել եւ ագրեսորը պետք է ստանա իր բաժինը, որովհետեւ ինքը ուժեղ է։ Վերջ Ամերիկայի Միացյալ Նահանգների տասնամյակների քաղաքականությունը ոնց են գցում ջուրը։ Այս են ուղղակի գցում են ջուրը։ Ամերիկան ագրեսոր, դու ինչի մենակ 10, լավ ավելի շատ առաջ գնանք։
Քանի անգամ այդ մասին խոսել ենք, այսինքն դու համարես Գերմանիան ագրեսոր է, հարձակվել է ուրիշ պետությունների վրա, հետո կանգնես Հիտլերի հետ ասես արի գործարք կնքենք, որտեվ ինքը ուժեղ է, դուք խաղակարդ չունեք, այ պուճուր երկրներ, դուք ով եք որ Հիտլերի դեմ դուրս գաք։ Եկեք մենք գործարք կնքենք Հիտլերի հետ։ Սա նույնն է, ժողովուրդ ջան, ոչ մի տարբերություն։ Եվ սա է ամենամեծ խայտառակությունը, որ մենք մտածում ենք, իսկ վաղը ով է ագրեսոր Ադրբեջանին ասելու հետ գնա։ Պետք է ասեն դուք հաղթատուկ չունեք, Ադրբեջանի բանակը հզոր Թուրքիան թիկունքին կանգնած, ատոմային զենք ունեցող Պակիստանը թիկունքին կանգնած, դուք ով եք։ Ում ենք դիմելու Տրամփի։ Տրամփը չգիտենք, որ Ադրբեջանի կողմից է։ Բայց սա է խնդրեմը, ժողովուրդ ջան, որ անհանգիստ ենք։ ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա պետք է այդ խաղաղության ծրագիրը վաճառի Ուկրաինային, նա պետք է այն վաճառի Ռուսաստանին։ Ահա թե ինչպես են գործարքները կնքվում։ Սա բանակցությունների շատ ստանդարտ ձև է, յուրաքանչյուր կողմ պետք է տա եւ վերցնի։ Մարդ, որ ամեն օր մտահոգված խոսում է զոհերի մասին, մարդիկ են զոհվում, քիչ համնում հավատան, որ ինքը շատ հուզված է դրանից։ Ու մեկ էլ ասում է պետք է գնա այս բանը վաճառի նրան, հետո գնա այս էլ վաճառի նրան, գործարք էսպես են։ Ինչ գործարք։ Ինչ արքու վաճառք։ Դուք մի օր տեսել եք, որ Դոնալդ Տրամփը փողից չխոսա։ Սովորաբար փողից խոսում են ամեն օր փող չունեցողները։ Ուշտումիկները փողն է, որովհետև ասում են, եթե փող ունենաս, ամեն հարց կլուծես։ Փողով ամեն հարց կլուծվի, որովհետև չունի այդ մարդը, չգիտի, որ փողով շատ հարցեր չի լուծվի։ Արժանապատվություն կա, որ ավելի կարևոր է, սկզբունք կա, որ ավելի կարևոր է։ Կարաս թքես փողի վրա, բայց քո սկզբունքին չդավաճանես։ Կարաս կորցնես շատ բաներ, բայց քո սկզբունքին չդավաճանես։ Բայց այդ մարդը չգիտի, որովհետև ինքը չունի։ Ինքը չի անցել այդ փուլը, որ հասնի ունենա, հետո որոշի։ Դա պահի թե կորցնի հանուն սկզբունքի ու գաղափարի։ Չունի, որ ինքը ունենա։ Իսկ հիմա ես զարմանում եմ միլիարդատեր մարդը ամեն օր ոնց է փողից խոսում։ Ամեն օր ոնց է առնել ծախելուց խոսում։ Ես ապշում եմ, ժողովուրդ ջան։ Ես չեմ հասկանում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ինչ է ասել։ Ամերիկյան կողմը հասկանում է, որ ուկրաինական հարցը բարդ է եւ պահանջում է համապատասխան լուծումներ։ Կարծում եմ նման փոխըմբռնում գոյություն ունի, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Իհարկե ինքը հույս ունի, որ իրանց ուղարկած իրանց առաջարկությունները Տրամփը կպարտադրի Ուկրաինային, բայց նաև տեսնում եք, որ Ամերիկայի հասարակությունն էլ, նաև քաղաքական էլիտաները շատ տեղեր շատ մեծ դժգոհություն են հայտնում Տրամփի այս վարքագծից, որ ուղղակի սպասարկում է Պուտինի շահերը, Պուտինի, որ երկրից բան չի թողել, Պուտինից, որ երկիրը կանգնեցել է անդունդի եզրին, փրկում ես, որ ինչ անես, գործարք կնքես, Ռուսաստանը հետ միշտ էլ կարող ես գործարք կնքել։ Պուտինի տապալվելուց հետո ով նստի, թեքվելու է դեպի արևմուտք, ով նստի ձեր հետ աշխատելու է գործարքը կնքելու։ Սա Ռուսաստան-Ամերիկա գործարք չի։ Սա ինչ որ պարտքեր է փակում Տրամփը Պուտինի առաջ, որտեղ է պարտ մնացել, դժվարանում եմ ասել, բայց սա Ամերիկայի շահից բխող բան չէ։ Ամերիկայի շահից բխում է նա, որ ագրեսորը պետք է դա բնում խեղտես, խեղտելուց հետո այդ պետության հետ համագործակցես։ Որտեղ այդ պետությունը կբռնի ճիշտ ճանապարհ։ Չի կարող Պուտինից հետո Պուտինի ագրեսորին խեղտես, Պուտինի թիմից մեկը դառնա ղեկավար եւ նորից պատերազմը շարունակի, չի լինելու նման բան։ Այսինքն Դոնալդ Տրամփը ուղղակի ամեն ինչ անում է, որ Պուտինը մնա։ Եթե պետք է Եվրոպայից էլ նեղանա, եթե պետք է Ուկրաինային զոհաբերի, մենակ թե Պուտինը մնա, ոչ թե ապրի, այլ մնա աթոռի։ Իսկ դա չի կարող ինչ որ պայմանավորվածության արդյունք չլինել։ Կյանքը ցույց կտա, դե հիմա տեսնում ենք, օրը մի բան ջրերես է դուրս գալի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց Պուտինը պետք է գիտակցի, որ ինքը ոչ մի շանս չունի պատերազմում հաղթելու եվրոպական կարգի ազատության եւ խաղաղության հաշվին։ Մենք չենք ուզում խաղաղություն կապիտուլյացիայի միջոցով։ Մենք ուզում ենք Եվրոպայի ժողովուրդների միջև խաղաղ համակեցություն, հիմնված մեր ժողովրդավարական ազատատենչ արժեքների վրա։ Ուկրաինայի եվրոպացիների համաձայնության բացակայության դեպքում կնքված խաղաղությունը չի լինի Ուկրաինայում իրական խաղաղության հիմքը։ Գերմանիայի
Եվրոպայի ամենամեծ բնակչություն ունեցող, համախառն ներքին ամենամեծ արդյունք ունեցող եւ շատ կարճ ժամանակում Եվրոպայի ամենահզոր բանակն ունեցող երկիրը։ Որտեղ նոր է ինքը թափ հավաքում, բայց որ հավաքեց, ռեսուրս էլ ունի, ամեն ինչ էլ ունի, հին խասյատներ հո գիտեք գերմանացիների։ Այսինքն այս է հարցը։ Եվրոպան խաղալու գնդակ չէ, այլ ինքնիշխան խաղացող, որը պաշտպանում է իր սեփական շահերն ու արժեքները, նշել է Մերցը։ Եվ այս պատճառով եմ ես ասում, մենք չենք թույլատնի մեր աջակցությունը Ուկրաինային։ Մենք կաջակցենք ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, եւ մենք ցանկանում ենք սառեցված ռուսական ակտիվները հասանելի դարձնել հենց այս նպատակով, հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Սա միայն Գերմանիայի կանցլերի կարծիքը չի, նաեւ Ֆրանսիայի, նաեւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների, նաեւ շատ երկրների, բայց առանձնահատուկ կարևոր է նաև Գերմանիայի կանցլերի կարծիքը, հաշվի առնելով այդ երկրի կշիռը Եվրոպայում։ Բայց ԱՄՆ բանակի նախարար Դենիս Դրիսկոն ինչ է ասում. Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է։ Կիև կատարած այցի ժամանակ Դրիսկոն ասել է, որ Ուկրաինայի իրավիճակը ժամանակի ընթացքում միայն կվատանա եւ հետեւաբար Կիևը կշահի խաղաղության բանակցությունը սկսելուց հիմա, այլ ոչ թե ավելի վատ իրավիճակում հայտնվելուց հետո։ Սա կարծում եմ Պեսկովը եւ Ռուսաստանի նախկին նախագահը ուղարկել են Իրան Մեդվեդևը, որ ասել են կարթա, որովհետեւ սա հաստատ Ամերիկայի պաշտոնյայի գլխում չի ծնվել։ Սա ուղղակի գրել են, տվել են, ասել են կարթա, որովհետև բառ առ բառ դա կրկնում է Ռուսաստանի թեզերը։ Բացի այդ, ամերիկյան պատվիրակությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ ռազմարտությունաբերական համալիրը չի կարող շարունակել Ուկրաինային մատակարարել զենք եւ հոբ համակարգել այն քանակությամբ, որը նրան անհրաժեշտ է։ Բայց մենք գիտենք, չէ՞ որ Ռուսաստանին էլ չեն մատակարարում։ Մենք գիտենք, չէ՞ որ Հյուսիսային Կորեան անգամ չի հասցնում արկեր տա։ Չենք տեսնում։ Բայց այդ որ արդեն գիտես, որ վերջի շնչում է Ռուսաստանը, բան չի չես գնում վերջի քայլը կատարելուն։ Ասում ես ես չեմ զինի Ուկրաինային, բայց դու տեսնում ես, չէ՞ որ Ռուսաստանը մեծ խնդիրներ ունի, որտեղ ինչքան պայստում ինչ զիբիլ ուներ տվել են ռուսներին, հյուսիսկորեացիները։ Ի վերջո իրանց էլ է պետք, չէ՞։ Վաղը մյուս օրը կարող է խնդրի առաջ կանգնեն։ Վաղը մյուս օրը կարող է խնդրեմ ունենան, եթե Ռուսաստանը պարտվի Հյուսիսկորեայի հետ կապված իրան տեղը դնելու հարցում։ Էլ չեմ ասում, որ ինքը այդքան արտադրել չի կարող։ Այնքան տվեց, ինչքան ի վիճակի էր 23-24 թվականին, բայց 25 թվականին ուր է։ Եղբայրական Հյուսիսային Կորեան չի կարողանում Ռուսաստանին օգնի։ Այդ նույն թվերի ցուցանիշները Ամերիկան չունի։ Իսկ հիմա նայենք Հայաստանում ինչա կատարում, այս ամեն ինչի հետ կապված, ինչպես տեսվեց, մերոնց հետ պետք չի։ Բայց ինչ կապ ունեն այս ամեն ինչի հետ։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար մնացական Սաֆարյան։ Հայաստանն արդեն համաձայնություն է հայտնել նոյեմբերի 27-ին ՀԱԲ գագաթնաժողովում քննարկվող եւ ընդունվող փաստաթղթերի վերաբերյալ։ Վաղն է դա քննարկվելու։ Մերոնք արդեն ասել են դուք ինչ ընդունեք, մենք համաձայն ենք։ ՀԱԲ-ից դուրս գալու հարց Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա։ Հասկացանք, չէ՞ ժողովուրդ ջան։ Այն որ ասում են սառեցված է, մենք սառեցրել ենք, մենք դուրս չենք գալիս, բայց ինչ որոշում ընդունեք դրա հետ համաձայնենք։ Բայց ձեր դուրս գալ դուրս չգալը ո՞րն է։ Որտեղ մնա ձեր վերաբերմունքն ու ձեր դիրքորոշումը մի կառույցի հանդեպ, որ գտնում եք նրանց հետ ճանապարհ չունեք եւ շարունակությունը նայեք։ Մեր արժեվ նման խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կտեղեկացնենք։ Այսինքն, քանի տես խնդիր ՀԱԲ-ի կողմից չի դրվել կամ Ռուսաստանի կողմից, մենք այդ խնդիրը մեր օրակարգում չունենք։ Մենք այդ հարցում ոչինչ անելու ցանկություն չունենք։ Ավելի պարզ ոնց ասեն, որ մենք հասկանանք։ Այսինքն ՀԱԲ-ից դուրս չենք գալու, մենք տենց օրակարգ չունենք, ՀԱԲ-ի բոլոր որոշումներին վաղօրոք համաձայնությունը տվել ենք, ինչ որ վաղը կորոշեք, այսօր ասել ենք համաձայնենք, եւ մեկ էլ եթե իրանք կդիմեն, որ մենք դուրս գանք, նոր կքննարկենք։ Քանի իրանք չեն դիմել, Հայաստանը այդ հարցում որևէ օրակարգային հարց չունի։ Այդ ուղղակի ինֆորմացիայի համար, պատկերացման համար։ Այս մեզ Եվրոպա տանող իշխանությունների քայլերի մասին է խոսքը։ Արտաքին գործերի փոխնախարար մնացական Սաֆարյան։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետ չկա։
Գործընթացը նորմալ շարունակում է եւ մենք մեծ հույսեր ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի։ Այդ առումով կողմերի միջև անընդհատ կան կոնտակտներ, ասել է Սաֆարյանը։ Բայց հարցը նա է, տարաձայնության մասին Ադրբեջանը հնչեցրել է, որ պետքա սահմանադրությունը փոխեք, եւ դուք ասում եք հստակ ժամկետ չկա։ Այսինքն եթե հստակ ժամկետ չկա, տարաձայնությունն էլ հարթված չի, ինչով եք զբաղված, այդ ինչ բանակցություններ եք վարում։ Մինչև հիմա համոզեցիք Ադրբեջանին, որ իր պահանջից հրաժարվի, չէ։ Ձեզ մնացել է երրորդ հանրապետությունը 4-րդ դրճակեք եւ ասեք սահմանադրությունը փոխում ենք դրա համար, ով որ մեր հետ համաձայն չի պատերազմ ա ուզում։ Եվ ակնհայտորեն ցույց եք տալիս, որ դուք ոչինչ որոշող չեք։ Ադրբեջանն ասել է թողում եմ սենց մինչև տեսնենք ինչ եք անում, օգնենք դու ընտրվես, հետո քո պահանջները մեր պայմանները կկատարես։ Գիտենք չէ ինչին ա վերաբերվում։ Լա մյուս հարցն էլ։ Ռուսական երկաթուղիների ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլով։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհի բացումը ստեղծում է լրացուցիչ լոգիստիկ հնարավորություններ։ Պավլովի խոսքով, չնայած գործընթացի նոր բնույթին, առաջին փորձնական բեռնափոխադրումն արդեն իրականացվել է։ Արդյունքները ցույց են տվել, որ այս երթուղին ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է բեռնափոխադրողների եւ հաճախորդների համար։ Պավլովն գծել է, կողմերն այժմ աշխատում են բեռների տեսակների որոշման ուղղությամբ, արտահանման, ներմուծման եւ տարանցման շրջանակներում։ Այս գործընթացը բարդ է եւ պահանջում է համաձայնեցված որոշակի փուլեր, բայց այն արդեն ակտիվ փուլում է, հայտարարել Ռուսաստանի երկաթուղիներ ընկերության ներկայացուցիչը։ Էս են Հայաստաններ, չէ՞ որ Ռուսաստանին դուրս էր անում, ժողովուրդ ջան, ես ճիշտ եմ հիշում, որ Տրամպի ուղին կառուցելու ժամանակ ռուսներին ստեղից դուրս էին անում։ Չէ, դե Փաշինյանը չի ասում, Փաշինյանի սազանդարներն էին ասում։ Տեսեք ոնց դուրս արեց վերջապես ռուսներին։ Ռուսներն ասում են, այս արդյունավետ բանը ծրագիրը փորձարկեցինք, ամեն ինչ նորմալ է, ինչպես տեսնում եք, ամեն ինչ լավ է գնում, այսինքն ճանապարհը տալիս ենք բանին, ամերիկացիներին 49 տարով կամ 99 տարով, ասում ենք համատեղ ձեռնարկություն ստեղծում ենք, բայց որոշումը դու ես կայացնում, Ադրբեջանը բանակցում է ամերիկացիների հետ, անգամ Ամերիկայի փոխպետքարտուղարի հետ Հայաստանին վերաբերվող տարածքի մասով, որտեղ ինքը չկա այդ process-ի մեջ, ասում է իր պահանջներն ա դնում անխոչնդոտ ճանապարհ, մենք պիտի հայերի երեսը չտեսնենք գնալուց, ամերիկացիք ասում են եղավ դե կգնանք քննարկենք ոնց ենք անում, որ դուք չտեսնեք, այս ընթացքում այդ ամեն ինչը տեղափոխելու ենք ռուսական երկաթգծով։ Ժողովուրդ, դուք իրոք համարում եք, որ սա լուրջ է։ Բա մտահոգությունը սրանից է գալիս։ Դուք կարծում եք, որ հիմա Նիկոլ Փաշինյանը գլուխ է հանում, թե ինչ արե, կամ ինչ իրան ստիպել են, ինչին է համաձայնվել։ Ամեն օր չկա տենց օր, որ ռուսները չասեն, այդ մեր երկաթուղին է, այդ մեր ծրագիրն է, այդ մենք ենք անում։ Փաշինյանն էլ ասում է, իհարկե, վերջապես արդյունք տվեց մեր բանակցությունները, Տրամպի հետ բանակցեցինք, 3 ամիս հետո ռուսները կարողացան Ադրբեջանով բեռ բերել։ Կեցե Տրամպը, որ մեզ ավելի մոտեցրեց Ռուսաստանին։ Էս է, ժողովուրդ ջան, ամեն օր։ Դուք համարում եք, որ այս մարդիկ աշխարհաքաղաքական իրավիճակին ադեկվատ են։ Իսկ հիմա մի հարց էլ, որը այս քանի օր անցել է, անդադ ասում ենք, լավ, երևի ինչ-որ մի բան անում են, գուցե կարողանան կարգի բերեն, բայց ինչպես տեսնում եք, չէ, գնալով վիճակը ավելի է վատանում։ Նոյեմբերի 21-ին էր դեռ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ասել, որ Գեղարքունիքի մարզի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել։ 5 օր անց է։ Հրդեհը տարածվել է։ 5 օր անցել, արդեն մտածում են արգելոցին հասնում Դիլիջանի, արդեն մտածում են բնակավայրերին ամոտենում, արդեն հավաքում են հանրապետության տարբեր տեղերից փրկարարներ, տանում են, անգամ զոհ կա այդ ընթացքում, վիրավորներ կան, խայտառակ մի վիճակ, մեր իշխանությունների արձագանքը համարժեք է դրան։ Հասարակությունը մտահոգված է, ուզում է հասկանա, տարածում են նաև ինֆորմացիաներ, գուցե ապատեղեկատվությունը բով է հերքելու։ Ասում են Ադրբեջանի կողմից է այդ հրդեհը եկել Հայաստան։ Ասում են դիտավորյալ է արած։ Ասում են հատուկ հրդեհաց է։ Ով պետք է ասի, չէ, տենց չի, ընդեղից չի եկել, ուրիշ տեղից է եկել։
ով պետք է ասի, որ ժողովուրդ ջան, այդ ռեգիոնի համար այդպիսի դեպքերը իսկապես բնորոշ են։ Թող ասի վերջի անգամ երբ ա եղել, այդ ծավալի հրդեհ երբ ա եղել, այդ ամսում երբ ա եղել, որ ամսուն ա եղել, քանի աշճան ա եղել, մթնոլորտային օդի ջերմաստիճանն ինչքան ա եղել, որի պարագայում կարող է sense ինտենսիվ ձևով հրդեհը տարածվեր։ Ով պետք է այդ ամեն ինչը մեր ժողովրդին ասի։ Բան չի է կասկածները մարդկանց մոտ մնում։ Բականգնում մարդիկ տարածում են, ասում են անգամ կարող է փրկարարների կարիք ունենան, շարքային մարդիկ գան միանան, տենց հայտարարություններ աչքովս ընկավ։ Բա իշխանություն մարդկանց հավաքում ես պատարակի ես տանում։ Հավաքի ասա ժողովուրդ ջան, չեն հասցնում փրկարարները, մեր կարիքը կա, վեր կացեք գնանք։ Թող վեր կենան իրանք ջոկատը կազմեն, ընկնեն առաջ գնան, մենք էլ մտածենք, ասենք, բա այս հո պատարակ չի որ չմասնակցենք, այս հրդեհ են ակցնում, մենք է գնանք իրանց միանանք, մի հատ տեսնենք ինչ է։ Սա ձև է։ Այսինքն այդ որ տես սուսուփուզ մենակ ուղակի մի երկու հատ հայտարարություն արվում։ Միտեղ հանգցրեցինք, միտեղ էս արեցինք, միտեղ են արեցինք, թեթևակի ուղակի հաղորդագրություններով։ Եվ մարդիկ էլ մտածում են լավ այդ թեմային չանդրադառնանք ու հետո չասեն շահարկում են։ Հիմա չենք շահարկում, 5 օր է անցել, էլի չխոսենք դրա մասին։ Ինչ է ձեր արածը։ Չեք հիշում, որ դուք ձեր ցանկացած արածը կասկածելի է։ Մանավանդ մարդիկ ասում են դա դիտավորյալ արած կլինի, այլապես այսպիսի ծավալ չէր լինի։ Ու Ադրբեջանի կողմից է։ Մարդիկ հիշում են, չէ, Ազատ գյուղի հրդեհի հետ կապված ինչ տեղի ունեցավ, զինծառայողների հետ կապված, ոնց Նիկոլ Փաշինյանը լեղապատար դրեց, վարկած առաջ քաշեց, որ ինչ է տեղի ունեցել։ Հետո մարդիկ ասում էին, շատ մոտ է սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձ կարող ալներ Ադրբեջանի կողմից։ Դրա համար հետքերը վերացրեցին, որ անկա որտեվ այդ ժամանակ էլ էր Փաշինյանը խոսում, որ Ադրբեջանի հետ հարաբերությունը լավացնենք, սուս չխանգարեք դրան։ Մինչև հիմա այդ կասկածը չփարատվեց, չէ՞։ Բայց հիմա նոր կասկած եք առաջացնում։ Բասեք մարդիկ հասկանան։ Եթե դուք ապացուցեք, որ իսկապես տենց բան չկա, մարդիկ էլ կհանգստանան, կասեն լավ, մեր պետությունը իր քայլերը կատարում է, մենք էլ անհանգիստ ենք, լարված ենք, նեղված ենք, բայց սպասենք տենանք ինչ են անում։ Չգնանք ոտատակ ընկնենք, մարդկանց խանգարենք։ Բայց մի կողմից քեֆ ուրախության մեջ եք, խառնվում եք, չգիտեք ինչեր եք անում, մյուս կողմից միտեղ հայտարարում են, ասում են մարդկանց կարիք ունենք օգնելու, մյուս կողմից ասում եք մենք մեր աշխատանքները նորմալ կատարում ենք, հրդեհը լոկալացրել ենք։ Մի հատ կազմակերպված ձևով բան պետք է ասվի, թե չէ, որ մարդիկ իմանան ինչ է կատարվում։ Եվ արդյոք դրա մեջ դիվերսիա կա, թե չկա, թե վախենում եք Ադրբեջանի հետ կապված դիվերսիան անգամ հերքել։ Հասեք մի հատ հասկանան մարդիկ։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։